Ռոբերտ Քոչարյանի իշխանության եկավ հոկտեմբերի 27-ով ու գնաց մարտի 1-ով։ Դա որևէ բան ասում է, կարծում եմ շատերին շատ ասելիք ունի ընդամենը այդքանը։ Մենք դեռ մինչև հիմա Ռոբերտ Քոչարյանի որոշումների տակից չենք կարողանում դուրս գալ, մասնավորապես իր իշխանության վերջին օրերին, փետրվարին, Ռուսաստանի Դաշնությանը կոնցեսիոն կառավարման հանձնված երկաթուղու հարցը, որը հենց հիմա մեզ համար դամոկլյան սուր է դարձել։ Չենք կարողանում իր որոշումների տակից դուրս գալ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք Հայաստանի Հանրապետությունից թերևս եղել է արտագաղթի ամենամեծ ալիքը։ Այսինքն երկիրը ներսից դատարկվել է։ Մենք կորցրել ենք ոչ միայն տնտեսական ներուժը, որը նա փոշիացնում էր սրաններան գույքեր նվիրելով պարտքի դիմաց, այլ մենք մարդ ուժն ենք կորցրել, մարդ ուժը։ Եվ ժողովրդագրական պատկերին այնպիսի հարված է հասցվել Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին, որը շարունակվեց իհարկե նաև Սերժ Սարգսյանի օրոք, որ մենք մինչև հիմա չենք կարողանում դրանից ուշքի գալ։ Ռոբերտ Քոչարյանի ինչի հիման վրա է ասում, որ իր ժամանակ պատերազմներ չեն եղել։ Իսկ ինչ էր ինքը առարկում, որ պատերազմներ լինեին։ Ռոբերտ Քոչարյանը շատ ավելի ճիշտ կանի, որ պատասխանի այլ հարցերի, օրինակ, իսկ ինչ է արել ինքը, որպեսզի համենայն դեպս 1999 թվականի հոկտեմբերի տվյալներով Հայաստանի Հանրապետության ամենամարտունակ բանակը տարածաշրջանում մնա մարտունակ։ Հենց Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք չի բալանս տարածաշրջանում խախտվել։ Արդյոք ինքը տեղյակ չի եղել այդ բալանսի խախտմանը ու ինչ է արել։ Բանակը մարտունակ պահելու համար ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը։ Արցախը պահելու համար ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը։ Դատարկել է Արցախը։ Արցախցիներով լցրել է Հայաստանն ու ընդարձակ Ռուսաստանի տափաստանները, թե տնտեսական ծրագրեր է իրականացրել Արցախում, վերաբնակեցրել է ազատագրված շրջանները։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։